Բարի օր, այսօր խոսելու ենք կարճատեսության մասին եւ տաղավարում հյուր ընկալել ենք Աչքի առողջության ինստիտուտի Աչքի բորբոքային հիվանդությունների ծառայության ղեկավար Արաքս Դավթյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի, ինչ է կարճատեսությունը եւ որքան հեռավորության վրա գտնող առարկաներ չտեսնելու դեպքում են մարդուն համարում կարճատես։ Կարճատեսությունը մի վիճակ է, երբ պացիենտները տեսնում են առարկաները որոշակի հեռավորության վրա։ Ընդ որում համարվում է, որ նորման անվերջությունից եկող առարկաները մենք կարող ենք տեսնել, լույս ընկնում է այսպես կոչված անվերջությունից, իսկ կարճատեսների դեպքում իրենք տեսնում են սահմանափակ տարածության վրա։ Կոնկրետ թե ինչ հեռավորության վրա կարող են տեսնել առարկաներ կամ իրեր եւ մենք համարենք կարճատեսություն, նման դասակարգում որպես այդպեսին չկա եւ ինչքան էլ տարօրինակ կհնչի, կարող է օրինակ -1 կարճատեսության պացիենտը եւ -3 կարճատեսության պացիենտը ունենալ լրիվ նույն տեսողությունը։ Բայց ինչու՞։ Դա պայմանավորված է նրանով, թե ինչպես է օրգանիզմը հաղթահարում այդ կարճատեսությունը իր ֆունկցիաների, կարողությունների շնորհիվ։ Կարճատեսությունը հիմնականում զարգանում է դեռահասների մոտ։ Ոչ, այդպես մարդիկ կարող են ծնվել հատկապես բարձր կարճատեսություն ունեցող մարդիկ ծնվում են արդեն կարճատես, բայց այո, այն կարող է զարգանալ նաև դեռահասության տարիքում, մինչև դեռահաս տարիքը եւ այլն։ Կարճատեսության դեպքում աչքի չափերը սովորականից մի փոքր մեծ կարող են լինել, ուստի երբ երեխաները մեծանում են, աչքի չափերը փոխվում են, կարճատեսությունը կարող է աճել։ Որ տարիքում է կարճատեսությունը կանգ առնում, այսինքն այդ զարգացումը։ Համարվում է, որ մինչև 18-19 տարեկան պետք է կանգ առնի կարճատեսությունը, սակայն հաճախ մենք տեսնում ենք նաև աճ դրանից հետո, ուստի եթե երևի թե գուշակելով ձեր հաջորդ հարցը, պացիենտը որոշել է կատարել լազերային շտկմամբ վիրահատություն, ապա պետք է հատկապես այդ տարիքում մինչև 18-19-21 տարեկան հասակը պետք է հստակ հասկանանք, որ կարճատեսությունը կանգ է առել։ Երեխաներ կան, ովքեր ծնողներին չեն ասում, որ լավ չեն տեսնում։ Այս դեպքում ինչին պետք է ուշադրություն դարձնել, որ հասկանան երեխայի մոտ զարգացել է կարճատեսություն։ Ցավոք նման փորձ կա, այո, բայց հիմա երեխաներին մինչև դպրոց տանելը սովորաբար իրանք անցնում են կաբինետներում եւ այդ առաջնային օղակում հիմնականում խնդիրը բացահայտվում է, սակայն եթե ծնողները կնկատեն, որ երեխան նստում է շատ մոտիկ հեռուստացույցին, երբ հեռվից ինչ որ առարկաներ չի տարբերում, ապա պետք է դիմել, ընդ որում երեխաների մոտ, հատկապես փոքր տարիքի երեխաների մոտ կարող է լինել նաև հեռատեսություն, ոչ միայն կարճատեսություն, որը փոքր տարիքի բալիկների մոտ ավելի արտահայտված է լինում հենց հեռատեսությունը եւ կարող է հեռատեսությունը այս ժամանակի հետ մի փոքրանալ, նույնիսկ որոշ դեպքերում նաև անցնել։ Մեծահասակը եթե ունի հեռատեսություն, իր մոտ տարիքի հետ կարող է զարգանալ կարճատեսություն, այսինքն փոխվեն տեղերը։ Չէ, ուղղակի նման ընդունված ձևակերպում կա, այդ հիմնականում դա ավելի շատ երևի թե կարճատեսներին է վերաբերվում, երբ աչքի զարգացումը այնպես է, որ 40-ից հետո նորմալ տեսնող աչքը բոլոր մարդկանց մոտ 40-ից հետո մոտիկը սկսում է վատանալ։ Դա աչքի ֆիզիոլոգիան է եւ նրանք ստիպված են լինում կրել ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ, հիմա կա նաեւ լազերային շտկման տարբերակ եւ այլն, իսկ կարճատես աչքերը, քանի որ իրանց մոտիկ տեսնելու կետը շատ ավելի մոտ է, կարիքը չեն ունենում ակնոցներ, իրանք պարզապես առանց ակնոց մոտիկը տեսնում են եւ դա հաճախ մարդկանց շփոթեցնում է։ Ընդհանրապես ակնոցը նպաստում է տեսողության լավացմանը, թե զուտ կրում են, որպեսզի լավ տեսնեն։ Նախ պետք է հասկանանք ակնոցը որ տարիքում է դրվում։ Երեխաների մոտ մինչև կարճատեսության կանգ առնելը ունենք ակնոցային ոսպնյակների հատուկ տեսակներ, որոնք նպաստում են կարճատեսության կանգին, այսինքն իրանք ունեն հատուկ դիզայն, հատուկ բեկման տարբերություններ ստանդարտ ապակիներից, որոնք կանխում են կարճատեսության աճը։ Նման դեպքերում, այո, մենք ոչ թե խոսում ենք տեսողության լավացման մասին, այլ խոսում ենք կարճատեսությունը կանգնեցնելու մասին։ Իսկ ընդհանրապես ակնոցները չեն փոխում տեսողություն, այսինքն ինքը զուտ
լույսը ճիշտ բեկում է, ճիշտ տեղով հասցնում է ակնահատակ, որ մարդը լավ տեսնի։ Տեսնում ենք լավ ակնոցներով, հանում ենք, տեսնում ենք այնպես, ինչպես տեսել ենք։ Այ ինչպես է լինում, որ ակնոց եթե ամբողջ օրը գրեն, եւ հանում են շատ վատ են տեսնում, դա ինչի հետևանք է։ Քանի որ եթե ակնոց չեն կրում, աչքը իր մկանային ապարատի եւ այլնի շնորհիվ փորձում է ոնց որ հնարավորինս չեզոքացնել խնդիրը, լարվում է եւ այլն, իսկ ակնոցներով աչքը ավելի հանգիստ է, դրա համար հանելուց հետո թվում է շատ ավելի վատ են տեսնում, բայց որոշ ժամանակ հետո այդ զգացողությունը անցնում է։ Օպտիկական ոսպնյակները նույն ակնոցի դերն են կատարում, դրանք ունեն բացասական կողմեր։ Օպտիկական ոսպնյակները ունեն եւ դրական եւ բացասական կողմեր։ Օրինակ, մենք դիմում ենք հատկապես այդ կոնտակտային լինզաների նշանակմանը այն դեպքում, երբ երկու աչքերի մեջ տարբերությունը բավականին մեծ է։ Օրինակ, մի աչքում ունենք, չգիտեմ, -7, մյուս աչքում -2, նման կորեկցիան, ակնոցային կորեկցիան պացիենտների համար անտանելի է։ Այդ դեպքում դիմում են կոնտակտային լինզաների, քանի որ դրանք անմիջապես հպվում են աչքի մակերեսին, նման գլխացավեր, ակնոցին չհարմարվելու, այդ ապակիներին չհարմարվելու երևույթներ չեն առաջացնում ու ինչպես նաև ապահովում են բավականին լայն տեսադաշտ։ Բայց այո, կոնտակտային լինզաները ունեն իրենց խնդիրները, իրենց պետք է ճիշտ գրագետ հիգիենայի կանոնները պահպանել օգտագործելուց, քանի որ դրանց հետ կապված կարող ենք ունենալ բորբոքումներ, ծանր տեսակները նույնիսկ կարող են հանգեցնել աչքի կորստի, նման դեպքեր կան, ծանր կեռատիտներ, որոնք հենց ասոցացվում են կոնտակտային ոսպնյակների կրման հետ։ Մարդիկ կան դրանցով քնում արթնանում են։ Այո, շատ վատ են անում։ Իրականում ես գիտեմ, որ գերշնչող լինզաներ եւ այլն, որոնցով թույլատրվում է քնելը, բայց ես բոլոր պացիենտներին խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ անկախ ամեն ինչից հանել։ Իսկ եթե օրինակ չի ստացվել, որ հանելը քնել են, գոնե առավոտյան հանեն, լինզաները թողնեն իրանց հեղուկի մեջ, որպեսզի ախտահանվեն, իսկ ամենալավագույն տարբերակը դրանք մեկօրյա լինզաներն են, երբ որ կրում են, երեկոյան հանում են եւ ուղղակիորեն թափում են այդ լինզաները։ Հիմա ինչպես հասկացա, գոյություն ունեն նոր ժամանակակից գիշերային ոսպնյակներ։ Ինչ են դրանք։ Դրանք հատուկ դիզայն ունեցող կոշտ ոսպնյակներ են, որոնք փոխում են եղջերաթաղանթի, որպեսզի պատկերացնեք, եղջերաթաղանթը աչքի այս գունավոր հատվածի դիմացի թափանցիկ թաղանթն է, որը որ մեր համար կատարում է ապակու դեր, այսպես կոչված, եւ նրա անատոմիական փոփոխությունից ելնելով էլ կարող ենք ունենալ կարճատեսություն, հեռատեսություն եւ այլն։ Կոնտակտային լինզաները նստում են հենց եղջերաթաղանթի վրա։ Իսկ գիշերային ոսպնյակները արդեն ավելի պինդ կոշտ կոնտակտային լինզաներ են, որոնք հպվելով եղջերաթաղանթին փոխում են նրա մակերեսը եւ այդ փոփոխության շնորհիվ պացիենտները առավոտյան հանելուց հետո լինզաները կարող են ամբողջ օրը տեսնել լավ, առանց որևէ ակնոցի կամ այլ կորեկցիայի միջոցների։ Դրա էֆեկտը դարձելի է, այսինքն եթե իրենք մի քանի որոշ ժամանակ չեն կրում այդ լինզաները, եղջերաթաղանթը վերականգնում է իր ֆիզիոլոգիական տեսքը եւ էլի տեսնում են վատ։ Հակացություններ չունի, այսինքն մինչև որ տարիքի մարդիկ կարող են դա օգտագործել։ Տարիքային առումով որպես այդպիսի սահմանափակում չկա, բայց հիմնականում նախընտրում ենք նշանակել նման ոսպնյակներ ավելի ցածր տարիքային խմբին, հատկապես այն պացիենտներին, ովքեր նեղվում են կամ ամաչում են ակնոց կրելուց եւ այլն։ Սակայն նման մեթոդը որպես այդպիսին ֆինանսապես ավելի թանկ է, քան սովորական կոնտակտային լինզաները, ակնոցները եւ այլն, եւ հաճախ երբ կարճատեսությունը կանգ է առնում, մարդիկ դիմում են արդեն լազերային կորեկցիայի, որպեսզի ազատվեն խնդրից։ Դրանք կարծեմ 1 տարի ժամկետ ունեն, չէ՞։ 18 ամիս։
Մարդը ինքնուրույն կարողանում է տեղադրել։ Այո, եթե բալիկների պարագայում ծնողներն են օգնում եւ ընդ որում պետք է նշեմ, որ նման այդ գիշերային ոսնյակները նաեւ ընդգրկված են կարճատեսությունը կանգնացնող մեթոդների շարքում։ Ինչի եմ սա ասում, որովհետեւ հատկապես երեխաների շրջանում, որտեղ կա կարճատեսության աճի միտում, պարզապես սովորական ակնոցներ նշանակելը միայն բավարար չէ խոսելու կարճատեսության կանգի մասին։ Այսինքն մենք կողքից պետք է ունենանք որոշակի բուժական կամ այլ կորեկցիայի մեթոդներ, դրանք են հատուկ կաթիլների նշանակումը, որը կանգնեցնում է աճը, դրանք են նման գիշերային ոսնյակների նշանակումը, ինչպես նաև հատուկ ապակիների, որոնք որ նշեցի, դրանք էլ հատուկ նշանակություն ունեն հենց կարճատեսության աճը կանխելու համար։ Գոյություն ունեն նաև սկլերալ ոսմյակներ։ Այո, սկլերալ ոսմյակներ, դրանք արդեն մի փոքր այլ հիվանդությունների ժամանակ ենք նշանակում։ Երևի կերատոկոնուս բառը կարծում եմ ծանոթ կլինի շատերին, դա արդեն այսպես կոչված անկանոն աստիգմատիզմ է առաջացնում, այն իրենից ներկայացնում է եղջերաթաղանթի բարակեցում եւ նրա ձևի փոփոխություն։ Այն դառնում է նորմալmente պետք է լինի օվալ, այս դեպքում դառնում է կոնաձև։ Այս լինզաները չափերով մի քիչ մեծ են, նստում են սկլերայի վրա, այս սպիտակ հատվածի աչքի վրա, եղջերաթաղանթից մի փոքր առաջ, որպեսզի չհպվեն փոփոխված եղջերաթաղանթին որևէ ձևով խնդիր չառաջացնեն եւ այն դրվում է հատուկ հեղուկով եւ բերում է ոնց որ անատոմիորեն մոտեցնում է ֆիզիոլոգիականին եղջերաթաղանթին, դրանով ապահովելով բարձր տեսողություն նման պացիենտների մոտ։ Ընդ որում բացի կերատոկոնուսից այն կարելի է նշանակել եղջերաթաղանթի տարբեր սպիեր ունեցող մարդկանց, դա հատկապես ծանոթ է նրանց, ովքեր երբևէ ունեցել են օրինակ եղջերաթաղանթի հերպետիկ ախտահարում կամ այլ ինֆեկցիոն ծագման հիվանդություններ, որոնք ավարտվել են սպիի առաջացմամբ։ Երբեմն լազերային կորեկցիայից հետո կարող ենք ունենալ եղջերաթաղանթի էկտազիաներ, այսինքն բարակեցումներ, այդ դեպքում նույնպես կարելի է նշանակել սկլերալ լինզաներ ու դրանց հաջորդ ցուցումը արդեն չորաչքի համախտանիշն է։ Խիստ արտահայտված չորության պայմաններում նույնպես կարող ենք նշանակել սկլերալ ոսմյակներ, որպեսզի աչքը պահեն հնարավորինս խոնավ։ Լազերային վիրահատությունը որքանով են նպաստում տեսողության վերջնական վերականգնմանը, թե հնարավոր են կրկնակի վիրահատություններ։ Լազերային վիրահատությունը հիմա տեխնոլոգիաները բավականին զարգացած են եւ մի անգամ ճիշտ ձևով վիրահատելուց հետո սովորաբար երկրորդ անգամի կարիքը չի լինում, սակայն կա այսպես կոչված ուղեղային հիշողություն, երբ համարվում է, որ ուղեղը հիշում է վատ տեսնելը, երբեմն երկրորդ անգամ աճելը հաճախ կապվում է դրա հետ, բայց կրկնում եմ, որ լազերային կորեկցիա դիմելուց առաջ, հատկապես երիտասարդ պացիենտների մոտ պետք է հստակ տեսնել, որ կարճատեսության աճ մենք չունենք, որովհետև եթե կա միտում կարճատեսության աճի, ապա լազերային կորեկցիայից հետո այո կարող է աճել կարճատեսությունը։ Սովորաբար խորհուրդ են տալիս նրանք, ովքեր դեռ չեն ծննդաբերել, չդիմեն լազերային վիրահատությանը, որովհետև դրանից հետո կրկին տեսողությունը վատանում է։ Ճիշտ խորհուրդ է թե ոչ։ Դա պարտադիր պայման չէ եւ հենց ծննդաբերության հետ կապված չէ կարճատեսության աճ, այլ հորմոնային ֆոնի փոփոխությունների եւ այլն, եւ եթե պլանավորվում է ծննդաբերություն մոտ շրջանում, այո, ավելի լավ է պլանավորել հղիություն, ծննդաբերություն, որովհետեւ դրանից հետո արդեն կերակրման շրջան եւ այլն դեղորայական համատեղելիություն, դրանից հետո կատարել լազերային կորեկցիա, բայց եթե չգիտեմ, դա պլանավորվում է 4-5 տարի հետո պետք չէ սպասել այդքան։ Քանի րոպե է տևում լազերային վիրահատությունը։ Կարճ, բավականին կարճ, իրականում դա կախված է մեթոդի ընտրությունից, որ մեթոդով, բայց սովորաբար process-ը տևում է երևի 5-ից 7 րոպե։
Եվ մարդիկ արդեն սկսում են միանգամից տեսնել, թե որոշակի ժամանակահատված կա։ Դա նույնպես կախված է մեթոդի ընտրությունից, որ տիպի լազերային միջամտությամբ է արված կան տեսակներ, որ անմիջապես պացիենտները անմիջապես հետո նկատում են տարբերությունը։ Ի սկզբանե անկախ մեթոդից էլ, եթե օրինակ շտկում ենք բարձր աստիճանի կարճատեսություններ, սեղանից վեր կանալուց հետո պացիենտները հստակ տարբերություն արդեն տեսնում են անկախ ամեն ինչից, սակայն վերջնական տեսողությունը ձևավորվում է մոտավորապես 1 ամիս անց։ Էլի կախված որ մեթոդով կվիրահատվի։ Քանի աստիճան պետք է լինի տեսողությունը, որ վիրահատեն, այսինքն սանդղակները։ Իրականում տեսողության չափը որպես այդպիսին, այսինքն -1 է, 2 է, 3 է, 4 է, այդքան կապ չունի, ինչքան կապ ունի իհարկե, ինչքան բարձր է կարճատեսությունը, այնքան ավելի խորությամբ պետք է եղջերաթաղանթի վրա աշխատենք, բայց եղջերաթաղանթը ի սկզբանե պետք է ունենա համապատասխան հաստություն, որ մեզ թույլ տա իր հետ աշխատել։ Օրինակ, կարող է լինել -3 կարճատեսությամբ պացիենտ, ով ունենա բարակ եղջերաթաղանթ, որ թույլ չտա մեզ դա հեռացնել, եւ կարող ենք ունենալ -7, 8, 9 նույնիսկ կարճատեսությամբ պացիենտ, ում առանց ոչ մի խնդրի իր եղջերաթաղանթի հաստության շնորհիվ վերացնենք այդ թիվը։ Մարդիկ, որոնց մոտ կարճատեսությունը գենետիկ է, եթե վիրահատվեն, դա վերջնական ազատում է կարճատեսությունից։ Որպես այդպիսին հստակ գենետիկա չկա, կա գենետիկորեն նախատրամադրվածություն։ Այո, հաճախ կարճատես պացիենտներ ունենում են կարճատես բալիկներ, բայց էլի եմ ասում, ստեղ շատ կարևոր է մինչև իրենց 18-19 տարեկան դառնալը կարճատեսություն հսկելը, որովհետև հաճախ եթե ճիշտ ժամանակին ճիշտ միջոցառումներ է իրականացվում, ապա նույն կարճատես ծնողների մոտ, բալիկների մոտ այդքան մեծ կարճատեսություն չի զարգանում։ Եթե կարճատեսությունը ձեռքբերովի է, երեխան էլի կարճատես է լինում։ Իրականում մեր դասակարգումը ոնց որ բնածին եւ ձեռքբերովի է, այլ ոչ թե ժառանգական եւ չժառանգական։ Այսինքն նույն բնածին կարճատեսությունը կարող է չլինել ժառանգական։ Այս երեխան ծնվի առողջ ծնողներից ու ովքեր չունեն կարճատեսություն, բայց ինքը լինի կարճատես։ Հիմնականում ինչը կապված է օրինակ գիր կարդալու երկար հենց մոտիկի լարվածության վրա աշխատելու հետ կապված կարճատեսությունից նախ պետք է տարբերել դա իրական կարճատեսությունը թե սպազմ, եթե սպազմ է, ապա այն որոշակի դեղորայքից հետո անցնում է, վերանում է այդ կարճատեսությունը, դա էլ է շատ կարևոր, ու այո, ինչը որ առաջանում է օրինակ մոտիկի խիստ ծանրաբեռնված աշխատանքի չի կարող հասնի շատ բարձր թվերի, հիմնականում մեծ թվերը ավելի շատ անատոմիական փոփոխությունների հետևանքով են կամ աչքի չափերն է երկար, ինչպես նշեցի, կամ եղջերաթաղանթի այդ բեկման ուժն է ավելի բարձր, քան նորմայում։ Այսինքն համակարգիչները, հեռախոսները այդքան մեծ ազդեցություն չեն կարող ունենալ։ Իրանք կարող են նպաստել սպազմի առաջացման, նպաստել կարճատեսության աճի, հատկապես երեխաների մոտ, բայց հստակ միայն համակարգչի կամ մոտիկի օգտագործումը այդքան էլ պարտադիր չի բերել կարճատեսության առաջացման։ Լավ տեսողություն ունենալու համար ինչ անել, շատ գազար ուտել։ Շատ գազար կարելի է ուտել իհարկե։ Գազար, չեռնիկան, հապալաս, ինչի մեջ կան վիտամին A, վիտամին E, այնպիսի նյութեր, որոնք սնում են մեր ակնահատակը։ Բայց կարևոր է նաև պահպանել այսպես կոչված աչքերի հիգիենան։ Երևի մեր ժամանակաշրջանում առանց համակարգիչ, հեռախոս, գadget եւ այլն ոչ մեկ իր կյանքը չի տեսնում, պատկերացնում, ուստի կա այսպես կոչված 20-20-20 3-20-ի կանոն, ինչ է դա նշանակում։ 20 ֆիտ հեռավորության վրա դա մոտավորապես 6 մետր հեռավորությունն է, ամեն 20 րոպեն 1, 20 վայրկյանով նայել մոտավորապես 6 մետր հեռավորության վրա այն մարդկանց համար է, ովքեր որ անընդհատ մոտիկի վրա տեսողական ծանրաբեռնվածություն ունեն։ Դա թույլ է տալիս աչքերը հանգստացնել։
20 րոպեն 20 վայրկյանով նայել 20 ֆիտ ու 6 մետր հեռավորությամբ ինչ որ մի առարկայի։ Ընդ որում ինչքան էլ տարօրինակ կթվա, աչքերը հանգստանում են մեր հեռուն նայելիս։ Կարող եք պարզապես աշխատանքի ընթացքում մի 2-3 րոպեով ուղղակի պատուհանից դուրս նայել, այդ ժամանակ ձեր աչքերը կհանգստանան։ Աչքերի առջև որ փաթիլիկներ են երևում, սև, սպիտակ եւ այլն, դրանք խոսում են տեսողության վատացման մասին, թե վիտամինների պակասի։ Ոչ այն կարող է լինել իրականում, ես երևի չգիտեմ որևէ մեկին, որ կյանքում մի անգամ չի տեսել նման պատկերներ իր աչքի առաջ, դրանք աչքի խոռոչում ապակենման մարմնում, ոնց որ ակնագունդի հենց մեջ լողացող պղտորումներ են, որոնք կարող են կարճատեսների մոտ ավելի շատ են լինում, քան սովորական դեպքերում, հիմնականում կարող են կապված լինել նյութափոխանակության հետ, առաջանում են, ներծծվում են, հաճախ չեն ներծծվում, կարող են մնալ եւ դրանց է լուծում կա, դրանց համար էլ հատուկ նախատեսված լազերային միջամտություններ կան, եթե կյանքի որակը գցում է։ Օրինակ պացիենտներ կան, որոնց շատ է խանգարում, պացիենտներ կան, որոնք ուղղակի հարմարված են իրանց այդ լողացող պղտորումների հետ եւ ապրում են։ Հաճախ այն կարող է լինել նաեւ խոլեստերինի հետ կապված, հենց խոլեստերինի կուտակումներ, հաճախ կարող է խոսել բորբոքային խնդիրների մասին եւ այլն։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Աչքի առողջության ինստիտուտի աչքի բորբոքային հիվանդությունների ծառայության ղեկավար Արաքս Դավթյանի հետ։